Ուզում եմ պատմել ձեզ մի դրվագի մասին, որպես ծնող։ Վերջերս նստել էի դասասենյակում փոքրիկ աթոռի վրա, դպրոց էր իմ անկյուն, իմ որդու համար, ով շուտով գնա առաջին դասարան, ու ինչ նկատեցի 4 պատ, շարված սեղաններ, գրատախտակ և դիմացի ուսուցիչ։ Ու մի միտք եկավ ինձ։ Այս սենյակը գրեթե չի փոխվել վերջի 150 տարիների ընթացքում։ Բայց այս աշխարհը շատ է փոխվել, այլևս ճանաչելի չէ։ Այսօր երեխան կարող է խոսել աղայի հետ, որ գիտի արդեն ավելի շատ փաստեր, քան այս երկրի բոլոր ուսուցիչները միասին վերցված։ Բայց դպրոցում դեռ մենք սպասում ենք, որ երեխան կսովորի, անգիր կանի ու կգտնի։ Ինձ տանջում է այս հարցը։ Ուզում եմ հասկանալ, ինչպես ենք մենք պատրաստում մեր երեխաներին այս արդեն փոխված աշխարհի համար։ Եվ արդյոք նրանք պատրաստ են այն աշխարհին, որը իրականում իրանք ժառանգել են։ Աշխարհը չի փոխվել միայն տնտեսապես, ինքը փոխվել է հիմնովին։ Այն հմտությունները, որոնք բնորոշում էին կրթված մարդուն անցյալ տարում, այսօր այն հմտություններն են, որոնք մեքենաները անում են լավագույնս։ Մինչև 2030 թվականը աշխարհում շուրջ 92 միլիոն աշխատատեղ կվերանան։ Այդ աշխատանքները ուղղակի գործում չեն ունենա։ Եվ մինչդեռ ստեղծվել են նաև 170 միլիոն նոր աշխատանք, որոնք պահանջելու են լիովին այլ մարդկային կարողություններ։ Սակայն զբաղվածությունը և գործ ունենալը դա կարևոր է, բայց կարծում եմ ինքը մակերեսային է։ Ստեղ ավելի խորքային խնդիր կա։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում ամենաարագ տրանսֆորմացիան այն բանից, թե ինչ է նշանակում իմանալ ինչ-որ բան, լավ մտածել և իմաստանից ներդրում ունենալ աշխարհում։ Երբ մեքենան կարող է իրավաբանական եզրակացություն գրել, ախտորոշել բժշկական պատկերը և երաժշտություն հորինել, ինչ է մնում մարդուն։ Ես կարծում եմ այն ամենը, ինչը իրոք կարևոր է, դատողություն, էթիկական հիմնավորում, հարց տալու կարողություն, իմաստություն, հասկանալու համար, թե երբ է ալգորիթմը սխալում։ Սրանք փափուկ հմտություններ չեն, սրանք ամենաբավ հմտություններն են, և սրանք հենց այն հմտություններն են, որոնք ցավոք մեր դասարաններում նախատեսված չեն։ 3 միլիոնից քիչ բնակչության ունեցող երկիր, այսինքն մեր սիրելի Հայաստանը, միջին կրթություն չի կարող ունենալ։ Դա ազգային անվտանգության ռիսկ է։ Մենք չենք կարող մրցել քանակով բարձր դա, բայց մենք կարող ենք և պետք է մրցենք agency-ով, ես փորձեցի հայերեն հասկանալ այս բառը, սուբյեկտայնությամբ, մտածողությամբ մեր յուրաքանչյուր աշակերտի ստեղծարար ներուժով։ Այս պահին կա մի բան, որը մենք բաց ենք թողնում, բայց ես հուսում շուտով կհասկանալ ինչ ենք անում ստեղծել։ Այս պահը Հայաստանի իրոք մեծագույն հնարավորություն է։ Անգլերենով մենք ասում ենք big frog, հայերենը փորձեցի թարգմանել թռիչքաձև զարգացում։ Դա այն է, երբ հին կառուցվածքներ չունեցող երկիրը բաց է թողնում միջանկյալ փուլերը և ցատկում է դեպի առաջնայինից։ Օրինակ, Քենիան շրջանցեց լարային հեռախոսները, անցնելով միջային պանդեմիա։ Էստոնիան շրջանցեց թղթային բյուրոկրատիան, անցնելով միանգամից թվային կառավարման։ Հայաստանը կարող է դառնալ կրթության ոլորտում
եւ կրթության ոլորտում հենց այդ leapfrog-ի այդ թռչկաձև զարգացման օրինակ եւ մենք ունենք երկու առավելություն։ Առաջինը մենք շատ փոքր ենք եւ դրա համար կարող ենք շարժվել շատ արագ։ Մոտ 1400 պետական դպրոց, որը Ամերիկայի ստանդարտներով ուղղակի միջին չափի դպրոցային շրջան է։ Մենք երկրում կարող ենք ամբողջ կրթական համակարգը վերափոխել մեկ սերնդի ընթացքում։ Երկրորդը, մենք ունենք ժառանգված համակարգ, որը այո ստեղծվել է սովետական միության ժամանակ եւ լրիվ այլ նպատակների համար։ Մինչև այսօր մեր մոդելը խորհրդային ժառանգություն է եւ մենք այսօր ունենք հնարավորություն ստեղծել մերը։ Մենք քիչ բան ունենք իրոք գործնելու եւ ամեն ինչ շարելու։ Հայաստանը նաեւ արդեն ունի շատ ուժեղ կրթության մեջ օրինակներ։ Թումոն ապացուցեց, որ հայ երեխան ճիշտ միջավայրում ինքնուրույն կսովորի, կստեղծի եւ կփայլի։ Fast Foundation-ի Ջեներայի ծրագիրը ապացուցեց, որ այս հական բանականությունը կարող է հեղափոխել սովորելու գործընթացը եւ նույնիսկ ամենաերիտասարդ սովորողների համար։ Այլը Շիրակացին եւ այլ գործընկերները ապացուցեցին, որ Հայաստանը կարող է ունենալ լավ արտադրական մոդելներ։ Մենք ունենք բոլոր բաղադրիչները։ Պակասում էր մեկ բան, պետական դպրոցում մեր թռչկաձև լուծումը։ Եվ ես շատ ուրախ եմ ձեզ ասել այսօր, որ մեր նոր պրոյեկտը սերուն դպրոցները հենց այդ լուծումն են։ Ուրախությամբ հայտարարում ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաստատել է սերուն դպրոցների մեկնարկը եւ այս սեպտեմբերին բացվել է մեր փորձնական դպրոցը։ Հայաստանի առաջին ԱԲ-ի եւ սոցիալ-հուզական կրթության վրա հիմնված հանրակրթական տարրական դպրոցը։ Ոչ թե երազանք, այլ իրական դպրոց, իրական երեխաներ ունի։ Սերունդի 5 հիմնասյուներն են։ Վերաիմաստավորված ակադեմիական կրթություն։ Ոչ թե անգիր անել, այլ հետազոտել, հասկանալ։ Ուսումնական ծրագիրը գնում է ինչ մտածելուց, գնում է դեպի ինչպես մտածելու եւ ստեղծելու։ Յուրաքանչյուր երեխա ստանում է ուսուցում, որը համարվեցված է իր մտածելակերպին, իր դժվարություններին եւ այն ամենին, ինչ իրեն ողջորում է։ ԱԲ-ն փոխում է առօրյա գործերը, որպեսզի ուսուցիչները ու աշակերտները կենտրոնանան նրա վրա, ինչ կարող է անել միայն մարդիկ, զարմանալ, բանավիճել, ստեղծել, հարթակցել։ Երրորդը, ուսուցիչը որպես առաջնորդ ուսանող, ոչ թե դասախոս գրատախտակի մոտ, այլ մարզիչ, մենթոր, խորը մարդկային հարաբերությունների ֆասիլիտատոր, որոնք ձևավորում են հնարավորությունը։ Սա ուսուցչի դերի նվազեցում չէ։ Սա այն է, ինչ ուսուցումը միշտ պետք է լիներ։ Չորրորդը, ամբողջական մարդկային զարգացում։ Մեր շրջանավարտները պետք է իմանան, թե ինչպես լուծել կոնֆլիկտներ, որոշումներ կայացնել, ճնշման տալ եւ առաջնորդել սեփական եւ համայնքի կյանքի համար։ Եվ ամենակարևորը ինչպես լինել երջանիկ։ Եվ 5-րդ, սերունդը սովորեցնում է ապրել, ոչ միայն քննություն ունեցնել։ Ինչպես է աշխատում ֆինանսական աշխարհը։ Ինչպես են կառավարությունները որոշում կայացում։ Ինչպես են զրոյից կառուցում գաղափար եւ կյանքի կոչում։ Սերունդում երեխաները սովորում են ոչ միայն կարդալ, գրել եւ հաշվել, այլ նաեւ հասկանալ, թե ինչպես է կառուցված աշխարհը, որում ապրում են իրենք։ Ֆինանսական գրագիտությունից մինչև քաղաքացիական հասկացողություն, սցենարային մտածողությունից մինչև entrepreneurial, ձեռնարկատիրական ոգի, սրանք ոչ թե լրացուցիչ թեմաներ են, այլ կրթության հիմքը, որովհետև կյանքը թեստ չէ, որի պատասխաններն են արդեն գրված։ Վերջացնում եմ խոսքը ասելով, որ ես լովին համալիր եմ Անդրեասյանի հետ, ոչ ոք հստակ արդեն չի դի, ինչպիսի պետք է լինի կրթության մոդելը, քանի
հերթական բանականության մեջ մենք տեսնում ենք, որ ինքը փոխում է իրոք ամեն ինչ և զարգանում է ահավորադակ։ Սակայն մի բան հստակ, եթե ցանկանում ենք գտնել այդ պատասխանները, պետք է սկսենք ճիշտ հարցերից։ Սերունդը կդառնա հենց այն լաբորատորիան, որտեղ մենք անդադար հարցեր կտանք և միասին կընտրենք տրանսլյուցիաները։ Հայաստանից սկսած դեպի ամբողջ աշխարհ։ Ես շատ մեծ հույս